Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ եղել է, որ ոչինչ չես տեսնում առջևում, բայց սիրտդ ասում է քայլիր։ Երբևէ Աստված քեզ տարել է մի ճանապարհով, որն ամբողջությամբ պարզ չէր։ Եթե այո, ապա դու արդեն հասկանում ես, թե ինչ է հավատը։ Այսօր Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլուխը մեզ բացում է հավատքի ամենախորը գաղտնիքը։ Ինչ է հավատը, եթե ոչ հուսացած բաների հաստատումը եւ ապացույցն այն բաների, որոնք չեն երևում։ Քանզի նախնիները հավատով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ տիեզերքն է ստեղծվել Աստծո խոսքով, անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Հավատով Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայանը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է, քանի որ նրան մատուցած զոհերի համար նրան վկայություն տրվեց Աստծուն։ Նա թեպետև հավատով մեռավ, սակայն խոսվում է դեռ։ Հավատով Ենովքը փոխանցվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի, եւ նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր, եւ նախքան նրա տարվելը վկայություն էր տրվել, որ հաճելի էր Աստծուն, բայց առանց հավատի անհնար էր հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձահայտույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Հավատով Նոյը հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով իր ընտանիքի փրկության համար տապան պատրաստեց, որովհետև դատապարտվեց աշխարհը եւ ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։ Հավատով Աբրահամը հնազանդվեց եւ կանչվեց գնալու այն տեղը, որ ստանալու էր որպես ժառանգություն։ Ելավ, գնաց եւ չգիտեր ուր էր գնում։ Հավատով նա պանդուխ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ։ Վրանների տակ բնակվեց Իսահակի եւ Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման, որովհետև սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստվածն է։ Նրանցից ով խոսում է, հավատով Սառան ինքն էր, որ ամուր էր, որդեցնության սերմ ստանալու զորություն ունեցավ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հավատարիմ համարեց նրան, որ խոստացավ այդ բանը։ Ուստի մեկից այն էլ տարիքն առած մի մարդուց ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիվ անհամար ավազը ծովի ափին։ Հավատի մեջ մեռան սրանք բոլորը եւ դեռևս խոստումները չստացած, բայց հեռվից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրա։ Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե հայրենի երկիր են փնտրում։ Քանզի եթե հիշեին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունեին նորից այնտեղ դառնալու։ Հիրավի ավելի լավ տեղ են տենչում, այսինքն երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ է համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։ Հավատով Աբրահամն իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամյուրիկ որդուն էր որպես զոհ մատուցում։ Աբրահամին ասված էր. Իսահակով քեզ սերունդ պիտի տրվի։ Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարող է մեռելներից հարություն տալ Իսահակին, ուստի եւ որպես նախաօրինակ այդ բանի նա վերստացավ իր որդուն։ Հավատով Իսահակն օրհնեց Հակոբին եւ Եսավին գալիք բաների հույսով։ Հավատով օրհնեց Հակոբը իր մեռնելու ժամանակ Հովսեփի որդներից ամեն մեկին եւ կրպագեց Աստծուն իր գավազանի ծայրին հենված։ Հավատով հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Հավատով երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները 3 ամիս թաքցրեցին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագավորի հրամանից։ Հավատով Մովսեսը երբ մեծացավ, մերժեց փարավոնի դստեր որդին կոչվել, նախընտրեց չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան միաժամանակ մեղապարտ հաճույքներ վայելել։ Կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը, որովհետև աչքերը հառած բարձրության էր սպասում։ Հավատով թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե
անտեսանելին էր տեսնում։ Հավատով կատարեց զատիկը եւ այրան շախտալը, որպեսզի անդրանիկներին կործանողը չմոտենա նրանց։ Հավատով անցան կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր ելներ, մինչ եգիպտացիները նույնը փորձելով խեղդվեցին։ Հավատով ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք 7 օր շրջեցին նրանց շուրջը։ Հավատով անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։ Հավատը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը։ Սիրելի բարեկամներ, հավատը կույր լավատեսություն չէ, հավատը սրտի վստահությունն է, երբ աչքերը դեռ ապացույց չեն տեսնում, աշխարհն ասում է. տեսնեմ, հավատամ, ավետարանն ասում է. հավատա եւ կտեսնես։ Սա հավատքի շրջադարձային տրամաբանությունն է։ Մարգարեն հիշեցնում է. հավատքի հերոսներին։ Աբելը հավատով մատուցեց, Ենովքը հավատով հաճեց Աստծուն, Նոյը հավատով տապան կառուցեց։ Նրանք բոլորն ունեին մեկ ընդհանուր բան. նրանք քայլեցին եւ դեռ ամբողջ պատկերը պարզ չէր։ Սիրելի հետևորդներ, դու պարտավոր չես ամեն ինչ հասկանալ, որ Աստծուն վստահես։ Հաճախ հավատքի ճանապարհը միայն մեկ քայլ լույս ունի, ոչ թե ամբողջ ճանապարհի։ Աբրահամը հավատով դուրս եկավ, չիմանալով ուր է գնում։ Սա հավատքի ամենահզոր նկարագրություններից է։ Նա չուներ քարտեզ, չուներ երաշխիք, բայց ուներ Աստծո խոսքը եւ դա բավական էր։ Կյանքում կիրառելի խորհուրդ. եթե Աստված քեզ այսօր կանչում է ներելու մեկին, սկսելու նոր քայլ, թողնելու մեղքը կամ վստահելու ապագային, մի սպասիր, որ ամեն ինչ պարզ դառնա։ Հավատքը հաճախ սկսվում է անորոշության մեջ արված հնազանդ քայլից։ Սառան հավատով ընդունեց, զորություն ծննդաբերելու։ Սիրելի բարեկամ, Աստված հաճախ գործում է այնտեղ, որտեղ մարդը ասում է ուշ է։ Եթե քո կյանքում կա ուշացած երազանք, եթե կա անհնար իրավիճակ, մի շտապիր փակել այդ դուռը։ Հավատը հենց այնտեղ է աշխատում, որտեղ մարդկային հնարավորությունը ավարտվում է։ Մովսեսը հավատով հրաժարվեց փարավոնի արքունիքի փառքից։ Նա ընտրեց Աստծո ժողովրդի հետ տառապելը, քան մեղքի ժամանակավոր հաճույքը։ Սիրելի բարեկամներ, հավատքը միայն օրհնություն ստանալը չէ, հավատքը նաև ճիշտ ընտրություն անելն է։ Երբ ոչ ոք չի տեսնում, երբ հեշտ ճանապարհը գայթակղիչ է, երբ մեղքը անվտանգ է թվում, հենց այնտեղ է որոշվում հավատքի որակը։ Պատերը ընկան հավատով, ուշադրություն դարձրու, ոչ թե զենքով, ոչ թե ռազմավարությամբ, այլ հավատով, հնազանդ քայլերով։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր փորձիր ամեն օր մեկ քայլ հավատով անել, անգամ եթե փոքր քայլ է։ Աղոթիր մինչև տեսնելը, ոչ թե տեսնելուց հետո։ Հիշիր Աստծո անցած գործերը քո կյանքում, դրանք վառելիք են ապագայի հավատի համար։ Մի համեմատիր քո ճանապարհը ուրիշների հետ, Աստված յուրաքանչյուրին յուրովի է առաջնորդում։ Ընտրիր հնազանդությունը, ոչ թե միայն հարմարավետությունը, այստեղ է աճում հավատը։ Սիրելի բարեկամներ, Եբրայեցիների այս գլուխը թանգարան չի անցյալի հերոսների համար, սա հրավեր է քեզ համար։ Հավատը չի ավարտվել, հրաշքները չեն դադարել, Աստված դեռ գործում է։ Եթե այսօր ոչինչ հստակ չես տեսնում, մի վախեցիր, քայլիր հավատով եւ հիշիր, երբ դու հավատով քայլում ես,
Աստված սկսում է գործել այնտեղ, որտեղ մարդկային ճանապարհները փակվում են։ Սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը և բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։